Ծանուցագիրը ցույց տվեք, նոր մտեք մեր բնակարան։ ԲՀԿ ցուցակով պատգամավորի տեխնացու Արեքնազ Մանուկյանի բնակարանը խուզարկելու համար պահանջված ծանուցագիր ցույց չեն տվել ԱԱԾ-ականներն ու քննչական կոմիտեի քննիչները։ Մի րոպե, որոշում եմ, մի րոպե ժողով։ Տուն ներխուժելուց հետո թույլ չեն տվել նկարահանումը։ Ինձ դե շատ վաղուց էի սպասում, եթե հիշում եք, ես տեսախցիկների առաջ էլ մի քանի օր առաջ ասել էի, որ սուրճը դրած սպասում եմ ԱԱԾ աշխատակիցներին։ Ըստ քննչական կոմիտեի Արեքնազ Մանուկյանի բնակարանում քննչական գործողություններ են արվել Մայր Հայաստան կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի լրտեսության պետական դավաճանության գործով։ Ապօրինի գործի շարունակությունն է սա ըստ Մանուկյանի։ Ամեն կերպ այս չեղած գործը իրենք փորձում են կարել, շուլալել, ինչ-որ նոր բան ստանալ, բայց իրենց մոտ դա չի ստացվի։ Հեռախոսը հաջատեք։ Որոշումը ես հեռախոս։ Պատգամավորի տեխնացուի հեռախոսն են առգրավել։ Որոշումը չեմ նկատի։ Մանուկյանի խոսքով նրա բնակարանի խուզարկությամբ այդ գործին վերաբերող որևէ բան չեն գտել իրավապահները։ Չէին էլ կարող գտնել, որովհետև փուչիկ է Թևանյանին առաջադրված մեղադրանքը կրկնում է Արեքնազ Մանուկյանը։ Կարող էին օրինակ հայտնաբերել իմ թխվածքների բաղադրատոմսը, կարող էին հայտնաբերել իմ աղջկա նվիրած բացիկները մարտի 8-ի հետ կապված։ Նկատում է ընդդիմադիրների տներ անհիմն ներխուժումներով փորձում են հասարակության ուշադրությունը շեղել։ Իր բառերով գիշերային ձայնագողություններից Բարգավաճ Հայաստանին խորհրդարան հասնելու համար անհրաժեշտ քվեներից զրկելու գործընթացից։ Իրենց պետք է այսպիսի շոուները, քանի որ իրենց բաղձալի արդյունքը չեն ստացել ընտրություններով, դա զարմանալի չէ, որովհետև գիշերային այսպես ասած ձայնագողությունից հետո մի որևէ այսպիսի շոու պետք է բեմադրեին, որպեսզի փորձեին հանրության ուշադրությունը շեղել, այսպիսի մի կապիկությամբ։ Մեղադրյալի կարգավիճակ չունի Արեքնազ Մանուկյանը, սակայն ստորագրություն է տվել նախաքննական գաղտնիք չհրապարակելու վերաբերյալ։ Էդգար Ղուշչյան, Միլենա Պողոսյան և Անի Ղանդիլյան, Այլուր։